եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ 18-ամյա Դավիթի վիճակը քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչ մանրամասներ է հայտնել փաստաբանը։ Խնդրահարույց է նաև Արցախի դրոշը, ինչու են Սարդարապատի դպրոցի տնօրենին հեռացրել աշխատանքից։ Կոնցեսիա, կախվածություն և ընտրություն, ում կհանձնվի Հայաստանի երկաթուղին։ Պայմանագրային զինծառայող է մահացել, քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բաղրամյանի զորավարժարանի դեպքի մասին։ Տասնութամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել են Նայիրի բժշկական կենտրոն։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ տեղեկացրել է, որ երեկվանից են փորձել ամեն բան անել, որ հիվանդանոց տեղափոխեն տղային, սակայն արձագանք չի եղել։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի, ասված է հայտարարության մեջ։ Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի Դավիթի եղբոր Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարցումը բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն ավելի մեծ կշիռ տալու եւ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Եթե խափանման միջոցը չփոխվի, Դավիթ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ջաղերի հետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները եւ կալանավորման օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է եւ կամայական։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի զորավարժարանի տարածքում։ Պայմանագրային զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ արդեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Քննությունն իրականացնում են 2 հոդվածով՝ զինվորական պաշտոնեական անփութության եւ զենքի կամ ռազմական տեխնիկայի հետ վարվելու կանոնների խախտման հատկանիշներով։ Դատարանը փոխել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը եռամսյա տնային կալանքով։ Հիշեցնեմ, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մի քանի գործ են հարուցել։ Նրան կալանավորել են նոյեմբերի 21-ին հաղորդակցման տեխնոլոգիաներ գործածելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը պնդում է, թե Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար են իրեն ազատել աշխատանքից։ Դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հայտարարել է, որ պաշտոնը կարող է ժամանակավոր լինել, բայց հայրենիքի նկատմամբ հավատը ոչ։ Սմբատյանը գործընկերոջս հայտնել է, որ պաշտոնապես իրեն ազատման հիմնավորումը եղել է անվստահությունը, բայց վստահ է իրական պատճառներն այլ են։ Նրա խոսքով մինչ այդ դպրոց այցելած մարզպետի հետ հանդիպման ժամանակ ինքը բացահայտ քննադատական դիրքորոշում է հայտնել իշխանության հասցեին, ինչից հետո նաև սպառնալիքներ է ստացել։ Սմբատյանի խոսքով մարզպետը հաջորդ օրը դպրոցում ներկայացրել է նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին եւ մատով ցույց տալով դրոշը ասել է, որ այն պետք է հանել։ Թեպետ մարզպետարանն այլ ձևով է մեկնաբանում միջադեպը եւ մեղադրում տնօրենին սխալ վարքագծի համար։ Մեր նկարանող խումբն այս պահին Սարդարապատում է, մանրամասները կներկայացնենք ժամը 6-ին։ Անկախության նվիրված ֆիլմ, որը պատրաստվել է պետական պատվերով, արդեն 5 տարի է, չի հասնում հանդիսատեսին։ Հեղինակը խոսում է արգելքի ու գրաքննության մասին, հանրային հեռուստաընկերությունը պայմանագրի խախտման։ Ինչ կա այս պատմության հիմքում՝ իրավական վեճ, թե բովանդակային անհամաձայնություն, եւ ինչու է հանրային միջոցներով ստեղծված ֆիլմը էկրաններին հայտնվելու փոխարեն հայտնվել դատարանում, Սեդա Մակարյանն է պարզել։ Ինչ որ իրանք ասում են մտածածին բաներ են, կեղծիկ, ոչ մի փաստ չունեն։
Բանաստեղծ հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը դատական քաշքշուկի մեջ է ընկել սեփական արտադրության ֆիլմի ցուցադրության համար։ 2020 թվականին հանրային հեռուստաընկերության պատվերով եւ պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմն արդեն 5-րդ տարին է էկրաններ չի բարձրացել։ Հեղինակը պնդում է, իրեն արգելում են ցուցադրել Անկախության մեր ճանապարհը ֆիլմը, իսկ ըստ հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հեղինակը խախտել է ժամկետները։ Ֆիլմը ստեղծելու համար պետությունից 4.2 միլիոն դրամ է հատկացվել։ Նախ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։ Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ եւ նույնիսկ ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ հանրայինի թույլտվության։ Հանրային հեռուստաընկերությունը ստում է, ասում է Պասկևիչյանը։ Հեղինակն ու պատվիրատուն պայմանավորվել են ֆիլմն ավարտել 2020 թվականի աշնանը։ Պայմանագիրը կնքել են նույն թվականի հուլիսի 24-ին 3 ամիս ժամկետով։ Ժամանակահատվածը համընկել է 44-օրյա պատերազմի հետ ու պայմանագրի ժամկետը երկարաձգվել է եւս 60 օրով։ Սակայն ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել։ Հեղինակը որոշել է անձամբ ցուցադրել այն տարբեր հարթակներում։ Ես եւ դատարանում եւ երեկվայում գրառման մեջ բազմիցս գրել եմ, որ ես միայն այդ օրը չեմ ցույց տվել, ցույց եմ տվել շատ անգամներ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է ՀԱԿ-ի գրասենյակում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որից հետո հանրային հեռուստաընկերությունը դատի է տվել ֆիլմի հեղինակին։ Դատարանը որոշել է բացառել ցուցադրությունը ցանկացած ձևաչափով։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները դատարանում վստահեցրել են, իրենք ֆիլմը պատրաստվում էին ցուցադրել 2020-ի հոկտեմբեր ամսին, եթե այն պատրաստ լիներ։ Պայմանագիրը կնքվել է հուլիսի 24-ին, եղել է 90 օրով, իրանք ասում են մենք արդեն որոշել էինք ցույց տալ, իսկ 90-րդ օրը գիտեք երբ էր, հոկտեմբերի 24-ին 2020 թվականի, եւ ես դատարանում հարց տվեցի, ասի պատերազմի ամենաթեժ պահին դուք այդ ֆիլմը ցույց եք տալու։ Հեղինակն անպատասխան մնացած հարցեր ունի, եթե ինքը ժամկետներ է խախտել, ինչու տույժ տուգանք չեն սահմանել։ Մեկ անգամյա ցուցադրության համար է արդյոք պատվիրվել ֆիլմը։ Հնարավոր չէր այն ցուցադրել անցած 5 տարիների ընթացքում, գոնե մեկ անգամ։ Ինչու է հանրային ընդունման հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ որ իբր խախտվել էին ժամկետները։ Հարցերի այս շղթան երկար է։ Այս պետությանը չի հետաքրքրում 4.2 միլիոն դրամ հարկատուների վճարած ուրեմն հարկերից ծախսվել է, ու այդ ապրանքը չի օգտագործվում։ Այդ գույքը, այսպես ասած, չի օգտագործվում։ Իրանք գույք են ասում դրան։ Բայց գույքը ինչի չեք օգտագործում, արա 4.2 միլիոն ուրեմն դրամ եք ծախսել դրա վրա։ Հանրայինի նման վարքը Պասկևիչյանը պայմանավորում է ֆիլմի բովանդակության հետ։ Այո, կապ ունի, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուրեմն ամբողջ քաղաքական կամպանիան հենված է նրա վրա, որպեսզի ամբողջովին սրբվի Հայաստանի նորագույն պատմությունը։ Չի եղել Ղարաբաղյան շարժում, չի եղել անկախության շարժում, այդ Ղարաբաղյան շարժում անկախություն բան դա սա KGB-ն է արել։ Մենք էլ բոլորս KGB-ի աշխատող ենք եղել, չենք հասցրել մեր աշխատավարձերը ստանանք KGB-ից։ Իրավիճակը փրկելու համար հանրայինին առաջարկել են վերադարձնել 4.2 միլիոն դրամը, որի դիմաց ֆիլմի տնօրինումը կփոխանցի հեղինակին, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Փաշինյանի Մոսկվա այցից մեկ օր անց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի մակարդակով խոսում են Հայաստանի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից հրաժարվելու մասին։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ եւ այն կարող է բավական արագ վերածվել Ռուսաստանի լիարժեք եւ ծայրահեղ թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի, որը որոշ առումներով ավելի վատն է, քան ՆԱՏՕ-ն։ Նա նշել է, որ ժամանակն է հրաժարվել հարևանների ԵՄ-ին անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Գծերի շուրջ պայքարը թեժանում է։ Հայաստանի երկաթուղու ապագան կրկին դարձել է քաղաքական ու տնտեսական շահերի բախման առանցք։ Մի կողմից պաշտոնական Երևանը փորձում է վերանայել տարիներով գործող համակարգը, մյուս կողմից Մոսկվան ակտարկում է, որ այս գծերը պարզապես ենթակառուցվածք չեն, այլ տարածաշրջանային ազդեցության գործիք։ Կոնցեսիայի հարցը վերածվել է ընտրության, ոչ միայն կառավարման մոդելի, այլև արտաքին կողմնորոշման միջև։ Թեման ուսումնասիրել է Սեդա Կյուրեղյանը։
Գնացքը չի կարող խուսափել սեփական գծերից, բայց Հայաստանը փորձում է փոխել այդ գծերը։ Ալեքսեյ Օվերչուկի ակնարկն է Հայաստանի պաշտոնական մակարդակում շրջանառվող շարունակական պնդումներին, թե երկաթուղին երրորդ երկրի են հանձնելու։ Փաշինյանը Ռուսաստան այցից վերադառնալու ժամեր անց եւս մեկ անգամ արձանագրեց. Հայաստանը խնդիր ունի երկաթուղու ռուսական կառավարման հետ։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ներդրումների ծավալից, տարիներ ի վեր կորուստներով աշխատանքից։ Իսկ ինչից է դժգոհ Ռուսաստանը։ Երբեմնի ազդեցիկ երկիրը տարածաշրջանում պարզապես հարևանի է վերածվել, եւ այդ դերը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։ Լոգիստիկ ուղիները զիջել Ռուսաստանը չի պատրաստվում։ Հարավկովկասյան երկաթուղիները այն հիմնական, այսպես ասենք, ազդեցության լծակն են լոգիստիկ առումով, որոնք ապագայում հնարավոր տարածաշրջանում հնարավոր ապաշրջակայման պայմաններում խաղալու են կարևորագույն, եթե չասեմ ռազմավարական դեր։ Ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը միջոցների է դիմում եւ չի թաքցնում այդ փաստը։ Օվերչուկն ակնարկում է, իրենք տասնյակ տարիներ են այստեղ եւ լավ ծանոթ են երկաթուղային ցանցում առկա խնդիրներին։ Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր, մենք ունենք օրինական հարցեր երկաթուղու հզորության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի։ Վստահ եմ, որ ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կնախընտրեր տեսնել Ռուսաստանի փոխարեն, նույն հարցերը կտար։ Ամեն դեպքում բարեկամ երկրները, որոնց Հայաստանը առաջարկում է վաճառել այս կոնցեսիան, արդեն հարցնում են մեզ, եւ մենք չենք թաքցնում մեր կասկածները մեր ընկերներից։ Մոսկվան տրանսպորտային ապաշրջափակումը կապում է ավելի լայն քաղաքական գործընթացների հետ։ Փոխվարչապետ Օվերչուկը փաստացի նշում է, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է բալանսի բերել տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը, իսկ ում կողմն է թեքվել նժարը։ Բալանսը Հայաստանի Հանրապետությունը չի լրացնում, այլ այն լրացվում է կամ ուժային հավասարակշռության բացը լրացվում է այլ դերակատարների միջոցով, իսկ այլ դերակատարները ըստ էության այն դերակատարներն են, որոնք հանդես են գալիս տանդեմի միջոցով։ Իսկ այդպիսի տանդեմ գոյություն ունի տարածաշրջանում մեկ տանդեմ եւ դա Թուրքիա եւ Ադրբեջանի ձևավորված տանդեմն է։ Այն, որ նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն է թեքվել, վկայում է Հայաստանի իշխանության կողմից Ղազախստանի տարբերակի ակտիվ քննարկումը, որպես Հայաստանի երկաթուղային ցանցի ապագա կառավարիչ։ Միանշանակ է արդյոք այս երկրի ընտրությունը։ Ղազախստանը նախ թուրքական պրոյեկտ է, անձամբ ղազախական կոնցեսիոն կառավարման հետ նույնիսկ ոնց են անձնել Անկարային կամ ավելի վատ անձնել Բաքվի։ Ցավոքսերտի Հայաստանն էլ այս հարցում փորձում է ոչ թե իր շահերը առաջ մղի, այլ հարմարվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած այսպես կոչված չեզոք միջնորդին հանձնելս Ղազախստանի։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, իրենք չեն պատրաստվում կառավարումն ուրիշին զիջել։ Այս մասին վկայում է նաև այն, որ Ռուսաստան կատարած այցից հետո Փաշինյանն ընդգծեց. Պուտինի հետ քննարկել են երկաթուղային կառավարման հարցը, բայց դեռևս որևէ լուծում չեն գտել։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Իրանում առողջապահական հաստատությունների դեմ մարտի 1-ից ի վեր կատարվել է ավելի քան 20 հարձակում։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում Իրանի Կարմիր մահիկի անդամ։ Հարվածել են նաև հոգեբուժարանի եւ քաղցկեղի ու բազմակի սկլերոզի դեղամիջոցների արտադրող կենտրոնի վրա։ Հորմուզի նեղուցի փակ լինելու ֆոնին Մեծ Բրիտանիան մոտ 40 երկրի հետ քննարկել է ջրային ուղու վերաբացման ռազմավարությունը։ Ալ Ջազիրան գրել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել բանակցություններին։ Թրամփն այս շաբաթ հայտարարել է, որ նեղուցի վերաբացումն իր պարտականությունը չէ, կոչ անելով եվրոպական երկրներին գնալ ու ինքնուրույն ձեռք բերել իրենց նավթը։ Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մեր բանակը աշխարհի ամենահզորն ու ամենաուժեղը դեռ նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաջորդը կամուրջներն են, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմը գիտի, թե ինչ պետք է արվի, եւ դա պետք է արվի արագ, գրել է Թրամփը։ Այդ դուք եք ձեր զինվորներին տանում գերեզմաններ, ոչ թե Իրանը, որին փորձում եք վերադարձնել քարիդար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մաջիդ Մուսավին ի պատասխան
կախան Թրամփի սպառնալիքների, թե առաջիկա շաբաթներին Իրանին ուղղված հարվածները երկիրը կվերադարձնեն քարիդար։ Հոլիվուդյան մոլորություններն այնքան են թունավորել ձեր միտքը, որ ձեր 250-ամյա չնչին պատմությամբ սպառնում եք ավելի քան 6000-ամյա քաղաքակրթությանը, ասել է Մուսավին։ Հենց հիմա մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկրով մեկ ծավալված հզոր ազգային արշավը հավաքել է մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, դիմելով Միացյալ Նահանգներին։ Թույլ տվեք ձեզի խորոց սրտի մի բան ասել. իրանցիները ոչ միայն խոսում են իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլև արյուն են թափում դրա համար։ Մենք դա արել ենք նախկինում, պատրաստ ենք դա անել կրկին, ասել է նա։ Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի։ Այս հայտարարությունն էլ արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով Թրամփի վերջին գործողություններին։ ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը, Եվրոպայում լայնածավալ էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը, Օրբանի Կիևին վարկի տրամադրման արգելափակումը, այս ամենը կարծես Պուտինի երազանքի ծրագիր է լինի, ասել է նա։ Թրամփը համբերատար մարդ չէ, բայց չգիտես ինչու նրա համբերությունը ռուսների նկատմամբ դեռ չի սպառվում։ Այս հայտարարությունն արել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները դադարեցվել են, բայց Ռուսաստանն Ուկրաինայի հարցով կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ կազմից։ Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է կառույցի հետ կնքված հիմնական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու օգտին, թույլ տալով երկրին դուրս գալ կազմակերպությունից։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Մոլդովայի դուրս գալն ԱՊՀ-ից կունենա աղետալի հետևանքներ երկրի տնտեսության համար։ Հետագայում ընդունված օրենքները պետք է ստորագրի Մոլդովայի նախագահը, որից հետո բոլոր փաստաթղթերը կներկայացվեն ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Թրամփի ասացները չեն տարբերվում ոչ նրբանկատությամբ, ոչ էլ ընդունված չափանիշներին համապատասխանությամբ։ Այսպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել Թրամփի հայտարարությանը։ Ավելի վաղ Թրամփն ասել էր. օգնություն ստանալու համար զանգահարեցի Մակրոնին, որը դեռ վերականգնվում է կնոջ ծնոտին հասցրած հարվածից։ Եվ վերջում գրաֆիտի Անտարկտիդայում աշխարհի ամենահյուսիսային գրաֆիտին հայտնվել է Պրոգրես բևեռային կայանի վրա։ 100 քառակուսի մետր մակերեսով արվեստի գործը պատկերում է Անտարկտիդան առաջինը հայտնաբերած Ֆաբիան Բելինգսհաուզենին եւ Միխայիլ Լազարևին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադար է վերցնում կարիերայում։ Անվանի հայ ըմբիշը չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում մոտեցող Եվրոպայի առաջնությանը։ Առաջին ալիքի եթերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքով Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժվել, իսկ նրա փոխարեն կմասնակցի աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Հայկ Խլոյանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։